Մերձավոր արևելքում ռազմական բախումները մտնում են նոր առավել վտանգավոր փուլ, պատերազմի 5-րդ օրն է։ Աշխարհում սրվող ռազմական հակամարտությունները օրակարգ են բերում միջուկային պատերազմի հավանականությունը, փորձագետների կանխատեսումները։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը կազդի դեպի Հայաստան տուրիստների հոսքի վրա, առջևում նաև Նովրուզն է։ Կես տարվա ընթացքում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթների թիվը հասել է 344-ի, աճ է արձանագրվել հատկապես ուսումնական հաստատություններում։ Վարդենիսում դիահերձարան չկա, բուժաշխատողները բողոքում են աշխատավարձ չստանալուց, առողջապահության նախարարությունից հակադրվում են։ Տուբերկուլյոզի կաբինետներում բուժաշխատողների աշխատավարձը կիսով չափ կրճատվել է։ Առողջապահության ոլորտի փորձագետները ռիսկեր են տեսնում։ Հանցավոր խումբը պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներից փող է հափշտակել։ Մարտի 1-ից Ռուսաստանում խստացվելու է վերահսկողությունը աշխատանքային միգրանտների նկատմամբ, ինչը կարող է դառնալ արտաքսման հիմք։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտիմյանն է, բարև ձեզ։ Մերձավոր արևելքում ռազմական բախումները մտնում են նոր, առավել վտանգավոր փուլ։ Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների թիրախավորումը, Պարսից ծոցի երկրների վրա հարվածները և Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումները փոխում են տարածաշրջանային ուժային հաշվեկշիռը։ Միացյալ Նահանգները խորտակել է երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենամեծ ռազմանավը իրանական շահիդ բահման բաղերին։ Մերձավոր արևելյան կրակը շարունակում է շիկացած մնալ, թեման Նայիրի Մուրադյանի անդրադարձում։ Պատերազմի 5-րդ օրը Իրանը կրկին հարվածեց ամերիկյան ռազմաբազաներին։ Անօդաչու թռչոցարքը մխրճվել է Բահրեյնի Ջաֆեյր քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի մեջ։ Իրանական հրթիռները հարվածել են նաև Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այո, Իրանին օգնում են ուղղակիորեն Չինաստանը։ Հիմա շատ հստակ են հարվածում։ Իսպանիան է հրաժարվել թույլատրել ամերիկյան զինվորականներին օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար։ Դրանի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց, թե Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը կդադարեցնի։ Իսպանիայի կառավարությունից արձագանքեցին, ունեն անհրաժեշտ ռեսուրսներ ԱՄՆ առևտրային էմբարգոյի հնարավոր հետևանքները զսպելու համար։ Այսպես են սկսվում մատկության մեծագույն աղետները։ Չի կարելի ռուսական ռուլետկա խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Թրամփը քննադատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Քիր Սթարմերը եւս հրաժարվել է Վաշինգտոնին թույլ տալ օգտագործել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական բազան Իրանին ուղղված առաջին հարվածների ժամանակ։ Մեզանից 3-4 օր պահանջվեց, որպեսզի պարզենք, թե որտեղ կարող ենք վայրեջ կատարել։ Բայց երբ որ Թրամփը մի հատ բարձր գոռաց, Մեծ Բրիտանիան վարչապետը փոշմանեց եւ հայտարարեց, որ ինքը թույլ կտա իր ռազմական բազաները։ Թուրքական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Պարսից ծոցի երկրներին անխտիր ռմբակոծելու Իրանի ռազմավարությունը թերի է։ Հակամարտությունը ծավալվում է ամբողջ տարածաշրջանում եւ մեծացնում է էներգետիկ անվտանգության եւ կայունության ռիսկերը։ Իսրայելի պաշտպանության նախարարը X-իր էջում գրել է, թե Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա լիկվիդացման թիրախ։ Կացը հայտնել է, թե Իսրայելի համար որևէ նշանակություն չի ունենալու թիրախի տեղանքը։ Ի դեպ, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր մահվան մասին լուրերից հետո հայտնվել է հանրության առջև։ Հայ փորձագիտական համայնքը սոցիալական ցանցերում գրառում կատարեցին, որ Ադրբեջանը հնարավոր լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին։ Եթե Իրանը ուժվեր, Հայաստանը առաջինն է ուժելու, որովհետև շատ դժվար կլինի Սյունիքի պահպանության հետ կապը, Սյունիքի պահպանությունը կմնա միայն Ռուսաստանի վրա։ Հիմա Իրանն է պահպանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, հնարավորինս շուտ լքել այդ երկիրը։ Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, որ Նորդուս անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական սահմանի հատումը քաղաքացիների համար։ Սահմանափակումը կապված է ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը։ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից Արաքս գետով անցնել Հայաստան։ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Արևելյան միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հոբ եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը որսացել են եւ ոչնչացրել Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը։ Այն անցել է Իրաքի եւ Սիրիայի օդային տարածքներով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հրթիռի բեկորներն ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգում, վիրավորներ կամ զոհեր չկան։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ տարածաշրջանում պատերազմի հետագա տարածումից եւ հայտարարել է ՆԱՏՕ-ի եւ մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների մասին։ Իրանական ռազմանավը խորտակվել է Շրի Լանկայի ափերի մոտ Սուզանավի հարձակման հետևանքով միջադեպի պատճառով առնվազն 101 անձ համարվում է անհետ կորած, եւս 78 վիրավոր են։ Ըստ տեղեկության վիրավոր նավաստիները տեղափոխվել են Շրի Լանկայի հարավային մասում գտնվող Գալե քաղաքի հիվանդանոց։ 180 հոգուց անձնակազմ ունեցող ֆրեգատը լուսաբացին աղետի ազդանշան է արձակել։ Շրի Լանկայի պաշտոնյաները, այդ թվում արտաքին գործերի նախարարը, համակարգում են օգնություն ցուցաբերելու ջանքերը։ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներ իսրայելական հարձակումները Իրանի վրա խաթարում են միջազգային իրավունքը, ընդգծելով որևէ երկիր իրավունք չունի նախազգուշական պատերազմներ սկսելու։ Եթե պետություններին տրվի այդ նախազգուշական պատերազմի իրավունքը, ամբողջ աշխարհը վտանգի տակ կհայտնվի։ Վատիկան Նյուզին տված հարցազրույցում ասել է Վատիկանի պետնախարար կարդինալ Պիետրո Պարոլինը։ Աշխարհում սրվող ռազմական հակամարտությունները նորից օրակարգ են բերում ամենավտանգավոր սցենարը՝ միջուկային պատերազմի հավանականությունը։ Գերտերությունները հայտարարում են, թե դեմ են ատոմային էսկալացիային, սակայն միաժամանակ ներգրավված են պատերազմներում։ Փորձագետների գնահատմամբ զարգացումների ընթացքը դեռևս անկանխատեսելի է, իսկ դիվանագիտական մեխանիզմների թուլացումը մեծացնում է գլոբալ անվտանգության ռիսկերը։ Որքան հավանական է միջուկային բախումը եւ ինչ անդառնալի հետևանքների այն կբերի, Դավիթ Թաթևոսյանի ռեպորտաժը։ Աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերը օդում կախել են միջուկային պատերազմի ռիսկը։ Միջուկային զենք ունեցող երկրները, կարելի է ասել, այժմ գտնվում են ակտիվ եւ պասիվ պատերազմների մեջ։ Թեպետ գերտերությունները պնդում են, թե դեմ են ցանկացած տեսակի ատոմային պատերազմի, այդուհանդերձ ներքաշվում են պատերազմների մեջ։ Ռազմական փորձագիտական համայնքում կարծիքներ կան, որ Իրանում ԱՄՆ-ի գործողությունները դեռևս հստակ ու հասկանալի չեն։ Նրանք նկատում են, որ այս փուլում իրադարձությունների նվազման միտում չկա։ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ մտնում են նաև ցամաքային գործողությունները Իրանի դեմ, օդային պատերազմին հաջորդի նաև ցամաքային գործողությունները, ապա չի բացառվում, որ խաղի մեջ մտնեն նաև այլ երկրներ, որոնք որ վտանգ են տեսնում իրենց երկրների նկատմամբ։ Ցամաքային գործողություններ սկսելու համար, ըստ մասնագետների, ԱՄՆ-ն պետք է մանրակրկիտ հաշվարկներ կատարի, քանի որ նրանց խաղադրույքը քրդերի վրա է, որոնք միշտ անջատ են գործունեություն ծավալում եւ դրա պատճառով խնդիրներ են ստեղծում։ Ամեն դեպքում ԱՄՆ-ն որոշի, որ այլևս ցամաքային գործողություններ չի իրականացնելու եւ դադարեցնում է նաև պատերազմը, ապա հետին պլան են անում նաև այս փուլում միջուկային որևէ կամ պատերազմի սրացումը այլ ձևաչափում։ Այս հակամարտությունը ամեն դեպքում պետք է հանգուցալուծում ստանա։ Անդրադառնալով Հայաստանի ատոմականի անվտանգության հարցին, փորձագետները նշում են, որ դրա պաշտպանությունը բխում է նաև հարևան երկրների շահերից։ ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԵ-ն ունակ չեն կանխել միջուկային էսկալացիան, ասում են միջազգայնագետները, քանզի նրանք հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից։ Մասնագետները հիշեցնում են նաև Իրано-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Թրամփի սպառնալիքները, որոնցով նա պահանջում էր նահանգներին հետաքրքրող տեղեկություններ։ Սա ուղիղ միջամտություն էր, վաղուց արդեն ոչ մի ինստիտուտ ցավոք սրտի իր ֆունկցիաները չի կատարում, դրա համար էլ աշխարհը այսօր մոտեցել է միջուկային պատերազմի շեմին։ Հիշեցնենք, որ թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը չերկարացրին ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև պայմանագիրը, նրանց զինանոցների վրա չկա որևէ պարտադիր սահմանափակում։ Դա նշանակում է, որ ՄԱԳԱՏԵ-ն եւ մյուս կառույցները, որոնք պիտի հսկեն այդ ամեն ինչը, ուղղակի ոչ մի հացանելիություն չեն ունենալու։ Աշխարհը կարիք ունի նոր անվտանգային կառույցի։ Պատմությունը մեկ անգամ արդեն տեսել է միջուկային զենքի օգտագործման հետևանքները։ Այն շարունակում է մնալ մարդկության ամենահզոր եւ ամենավտանգավոր գործիքներից մեկը, իսկ գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք դիվանագիտական ջանքերը կկարողանան կանխել այն սցենարը, որի հետևանքները պարզապես անդառնալի կլինեն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Գարնանային զբոսաշրջությունը դիտվում է ամառային բարձր սեզոնին նախապատրաստող փուլ, մարտից սկսած նկատվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջության աշխուժացում։ Սակայն տարածաշրջանում տիրող իրավիճակը մասնագետների խոսքով կազդի տուրիստների հոսքի վրա։ Եթե նույնիսկ թռիչքներ լինում են, ապա շրջանցելով շատ երկրներ։ Մասնագետները համարում են, որ այս սեզոնին կարելի է ներքին տուրիզմը ավելի զարգացնել, քանի որ մարզեր տանող ճանապարհները հիմնականում լավն են։ Բացի այդ էլ ցածր սեզոնին գները բնականաբար շատ ավելի մատչելի են լինում։ Մասսայական միջոցառումների դեպքում սակայն կարծում են, որ անհրաժեշտ կլինի հյուրանոցային տնտեսությունը զարգացնելու։ Գարնասեզոնին իրանցիներն են շատ գալիս Հայաստան կապված Նովրուզի հետ, բայց այս տարի պատերազմի հետ պայմանավորված նման վիճակագրություն չի լինի։ Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում պատերազմական գոտիներ չգնալ, շատ ավիաընկերություններ իրենց թռիչքներն են չեղարկում։ Կարծում եմ, որ Վրաստանից էլ մեծ պոտենցիալ կա, որ կարողանան տուրիստներ ներգրավել մարզերում մեծ քանակի այսպես միջոցառումների համար բավարար չափով հյուրանոցներ, հյուրատներ չկան, որ շատ հյուրեր ընդունեն։ Հյուրանոցային տնտեսությունը առայժմ համենայն դեպս քիչ քանակությունից առիթ չի եղել նեղվելու։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել է, որ Իրանում ծավալված իրադարձություններից առաջ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործում է ամենօրյա ռեժիմով։ Նա պատասխանել է նաև ընդդիմադիր падգամավորի այն դիտարկմանը, թե պատերազմական եռուն շրջանում ՔՊ-ն մարզեր է այցելում։ Ինձ ասում եք պերաշկի են գոտում, ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրց հագած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լծրած չի ձեր բանի խմբակցության և ինչի քուրց չեք հագել, կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Փաշինյանն ի դեպ այսօր խորհրդարան է գնացել Թբիլիսից վերադառնալուց հետո, իսկ մինչև այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլիսի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վրաստանի աջակցությամբ զարգանում են տարածաշրջանի տնտեսական կապերը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել վրաց պաշտոնակցին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Հայաստանը կարևորում է հարևան Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը որպես տարածաշրջանային խաղաղության հիմք, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից։ Իհարկե Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Մյուս թեմաները քիչ անց։ Կես տարվա ընթացքում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթների թիվը հասել է 344-ի, աճ է արձանագրվել հատկապես ուսումնական հաստատություններում։ Վարդենիսում դիահերձարան չկա, բուժաշխատողները բողոքում են աշխատավարձ չստանալուց, առողջապահության նախարարությունից հակադրվում են։ Տուբերկուլյոզի կաբինետներում բուժաշխատողների աշխատավարձը կիսով չափ կրճատվել է։ Առողջապահության ոլորտի փորձագետները ռիսկեր են տեսնում։ Շարունակենք թողարկումը։ Վարդենիս ճամբարակ համայնքներում պաթանոլոգիական լաբորատորիաների խնդիր կա։ Դրանք այն բժշկական լաբորատորիաներն են, որտեղ ուսումնասիրում են մարդու հյուսվածքները, բջիջները և երբեմն նաև մարմնի հեղուկները հիվանդությունների ախտորոշման համար։ Ընդդիմադիր падգամավորներն են ազգային ժողովում բարձրաձայնել այդ համայնքներից եկող դժգոհությունները։ Ընդդիմադիրները հայտնել են նաև, թե Սևանի դիահերձարանի աշխատակիցները դեկտեմբերին աշխատավարձ չեն ստացել, իսկ հունվարի աշխատավարձերի փոխարեն էլ նրանք որոշակի կանխավճար են ստացել։ Օրվա ընթացքում առողջապահության նախարարությունը այս հայտարարությունը հերքել է, նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Գնացեք դժգոհությունները տեսեք, մարդը դիագը բերում է Սևանում է երձում։ Նախորդ գործընկերն ասում են տրանսպորտ կա, նախարարն ասում է դա մենք ապովել ենք, դիագը վերցած 60 կիլոմետր բերում է մարդուն երձելու, 6 ժամ սպասում է հերթի պատճառով, ոչ բան։ Հետո հետ է տանում այդտեղ։ Սա մեկ եւ երկրորդը, որ ասում եք աշխատավարձների հետ կապված, նախ ասեմ, որ
Դեկտեմբեր ամիս աշխատավարձ չեն ստացել մարդիկ։ Աշխատավարձների մասով ես համաձայն չեմ ձեր հետ, դեկտեմբեր ամսին աշխատավարձային հաշվարկ եղել է եւ ստացել են, իսկ հունվարի 1-ից արդեն ասեցի, որ ապահովության ներդրման արդյունքում այո առաջացել են որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները լուծման որոշակի մեխանիզմներով կկարգավորվեն։ Տուբերկուլյոզի կաբինետներում բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է մոտ 50%։ Առողջապահության ոլորտի փորձագետներն ընդգծում են տուբերկուլյոզը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն է։ Հետևաբար համապատասխան ծառայություններն իրականացնում են բարձր ռիսկայնությամբ հանրային նշանակության կարևոր աշխատանք ապահովելով հիվանդության վաղ հայտնաբերումը, շփում ունեցած անձանց հսկողությունն ու բուժման շարունակական վերահսկումը։ Այդ պատճառով էլ փորձագետները առողջապահության նախարարությանը կոչ են անում ապահովել ծառայության պատշաճ ֆինանսավորումը։ Կրկնակի իջացրել են աշխատավարձը, հանել են 1.600.000 ապահովագրվածի պեր կապիտա թիվը, ասում են նրանք կգան խորհրդակցության, ըստ դրա դուք կստանաք աշխատավարձներ։ Հաշվի առնելով տուբերկուլոզով հիվանդների քիչ քանակությունը, դա եւ նրանց հաճախելիությունը ավելի քիչ է եւ դրա մեջ ապահովագրություն ունեցողների քանակն է քիչ, որտեղ դա սոցիալական հիվանդություն է։ Դեղատներում գների աճը շարունակում է մտահոգել քաղաքացիներին։ Թանկացել են թե դեղերը, թե բժշկական պարագաները, ինչի հետևանքով առողջապահական ծախսերը աճել են։ Մասնագետները պատճառների թվում նշում են ներմուծման ծախսերի աճը, փոխարժեքի տատանումները եւ միջազգային շուկաների ազդեցությունը։ Փոխհատուցվող դեղերի համակարգում առկա խնդիրների պատճառով դեղատները հաճախ ստիպված են այլ դեղերի գներ բարձրացնել կորուստները ծածկելու համար։ Դեղատներում գների աճը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին, վերջին ամիսներին բժշկական ապրանքների գնաճը ըստ մասնագետների գրեթե 4 անգամ գերազանցում է շուկայի միջին ցուցանիշը։ Ինչու են թանկանում դեղերը եւ ինչպես է սա ազդում բնակչության վրա։ Դեղատներում ոչ միայն դեղերը, այլև բժշկական պարագաներն են զգալիորեն թանկացել։ Քաղաքացիները նշում են ամսական ծախսերը առողջապահության համար աճել են։ Նույն դեղերը, որ անցյալ տարի 3-4 դրամ էին, հիմա 6-7 են դարձել, ստիպված են կամ կրճատել դոզան կամ փոխարինող փնտրել։ Պաշտոնական տվյալներով բժշկական սարքավորումների շուկայում գներն աճել են շուրջ 4.1%, իսկ դեղագործական ապրանքների դեպքում սպառողները միջինը 3.5% ավելի են վճարում, քան նախորդ տարի։ Սակայն որոշ մասնագետների գնահատմամբ առանձին խմբերում թանկացումները զգալիորեն ավելի բարձր են։ Թեև տնտեսագետների կարծիքով գնաճի պատճառները բազմաշերտ են, ներմուծված ծախսերի աճ, փոխարժեքի տատանումներ, լոգիստիկ խնդիրներ եւ միջազգային շուկաներում հումքի թանկացում, սակայն առողջապահության ոլորտի փորձագետները թանկացումները կապում են պարտադիր ապահովագրության հետ։ Նրանց կարծիքով բժշկական ապրանքների մեծ մասը ներմուծվում է եւ արտաքին շուկաների ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է տեղական գների վրա։ Սակայն եթե գնաճը շուկայում միջինից 4 անգամ բարձր է, ապա պետք է նաեւ վերահսկողական մեխանիզմներ կիրառել։ Խնդրի մյուս կողմը փոխհատուցվող դեղերի համակարգն է։ Բրայքի հետ կապված հիմա ինչա տեղի ունենում, փոխհատուցվում է, այսինքն քաղաքացու տեղը վճարվում է հաշվառված մոտ 1270 դեղի հետ կապված 1270 դեղից 20%-ից ավել դեղերը մեծածախ գներից ավելի էժան փոխհատուցում է, այսինքն այդ 20%-ը, որը 250 անվանում դեղ է, դեղատները ուղղակի բաց չեն թողելու։ Խաչատրյանի խոսքով, երբ որոշ դեղեր վաճառվում են գրեթե զրոյական շահույթով, դեղատները ստիպված են եկամուտը ապահովել այլ դեղատեսակների հաշվին։ Քանի որ որոշակի մասը իրանք դեղատունը եկամուտ չի ունենալու, հա, ինքը այսինքն զրոյական է, օրինակ վաճառում, շահույթ չի հետապնդում, ինքը փորձել է մնացած դեղորայքից եկամուտ բերի, հա, դրա պատճառով որոշակի գներ սկսելու են բարձրացնել, որպիսի դեղատունը կարողանա գոյատևել, որտեղ եթե ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, անհատ ձեռներեց է, ինքը չի կարա երկարատև տա, կարող է կարճատև 2-3 ամիսվա մեջ նորմալ հունով գնա, բայց երկարատև 1 տարվա մեջ բացասական կլինի ու հարկային մարմինն է կտեսնի, կասի հարգելիս, եթե դու բացասական ես աշխատում, ոնց կլինի,
ուրեմն պետքա փակվես։ Փոխհատուցվող դեղերի հետ կապված վերահսկողությունը գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում։ Ժամի հարցմանն ի պատասխան նախարարությունից պարզաբանեցին, որ փոխհատուցման ծրագրի շրջանակում գները հաշվարկվում են սահմանված մեթոդաբանությամբ եւ պարբերաբար իրականացվում է մոնիթորինգ, շուկայում թանկացումները կանխելու նպատակով։ Մինչև այդ մասնագետները պնդում են դեղերի եւ բժշկական ապրանքների գների աճը շարունակում է սոցիալական լուրջ բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Անցած տարվա առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթների թիվը հասել է 344-ի, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մտահոգիչ աճ է արձանագրվել նաև ուսումնական հաստատություններում տեղի ունեցած միջադեպերում։ Աճող թվերի ֆոնին ուժի մեջ է մտել նոր օրենսդրական սահմանափակում անչափահասներին արգելելով սառը զենքին նմանվող առարկաների վաճառքը։ Ինչ արդյունքի այն կբերի, ժամի անդրադարձը։ 2025 թվականի առաջին 6 ամսում անչափահասների մասնակցությամբ 344 քրեական վարույթ է հարուցվել։ 2024-ի նույն ժամանակահատվածում 18 տարին չլրացած անձանց մասնակցությամբ հանցագործությունների փաստով հարուցվել էր 298 վարույթ։ Այսինքն աճը 6 ամիսների կտրվածքով գրեթե 50 դեպք է։ Նախորդ ամբողջ տարվա ամփոփումը չկա, սակայն պարզ է, որ անչափահասների մասնակցությամբ օրինազանցությունների աճ է նկատվում, եւ խոսքը տարբեր տեսակի, այդ թվում ծանր հանցագործությունների մասին է։ Բոլոր պետություններում, որոնք որ համարվում են հետպատերազմյան, միանշանակ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ աճում է, որովհետեւ եթե երեխան լսել է կամ տեսել է պատերազմ, իսկ անգամ 5-6 տարեկան երեխաները խոսում են պատերազմի մասին, երբ որ այդ պետությունում այդ ժամանակահատվածում լինում է պատերազմ։ Իրանք սկսում են հասկանալ, որ ով ուժեղ է, ինքը ավելի ճիշտ է, ինքը կարողանում է իր այդ արժեքները պահել։ Խնդիրը հասկանալի է, բայց հնարավոր չէ այն ֆիքսել եւ անցնել առաջ։ Նախ հանցագործությունների հետևից գնալ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել է պետք։ Իսկ այդ գործում իրավապահների դաշնակիցները բավականին քիչ են։ Վստահությունն այս համակարգի նկատմամբ ցածր է, այդ թվում այն օղակների կողմից, որոնք պետք է օրենքի պահապանների հետ մեկտեղ մեջք-մեջքի պայքարեն անչափահասների մասնակցությամբ հանցավորության կանխարգելման համար։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք, որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ 2025 թվականին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք, որոնց թիվը 2024 թվականի համեմատ ավելի քան կրկնակի աճել է։ Ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրված կամ հարցականով ցնցում։ Նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին արգելվել է սառը զենքի նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը։ Սա գուցե որոշակիորեն նվազեցնի անչափահասների մասնակցությամբ միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը։ Մյուս կողմից, սառը զենք գտնելն այսօր այդքան էլ մեծ խնդիր չէ։ Գուցե տեղերում պատասխանատուները պետք է ավելի քիչ անտարբեր լինեն նման դեպքերի բերող երևույթների նկատմամբ։ Եթե իմանում են, որ որևիցե մի պաշտոնատար անձ կապ չունի, թե ինքը որ ոլորտում է, որ մասնագիտություն ունեցողն է, ուներ պարտականություն այդ դեպքին բռնության ճիշտ արձագանքել, ճիշտ գնահատականներ տալ, բայց չի տվել այդ գնահատականները, ինքը պետք է առնվազն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ նրա արարքի մեջ զանցանքի կամ հանցանքի արկայության դեպքում պատասխանատվության ենթարկվի։ Անչափահասների մասնակցությամբ հանցավորությունը նաև արժեքային համակարգի մասին է։ Չի կարող հասարակության արժեքային համակարգը փոփոխվել եւ չգտնել դա իր արտացոլումը երեխաների միջավայրում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Հանցավոր խումբը պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներից փող է հափշտակել։ Մարտի 1-ից Ռուսաստանում խստացվելու է վերահսկողությունը աշխատանքային միգրանտների նկատմամբ, ինչը կարող է դառնալ արտաքսման հիմք։ Մետեոաշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդիվ։ Շարունակենք թողարկումը։
Ազատության եւ պետականության խորհրդանշական օրը Հայաստանում նշել են հայ-բուլղարական բարեկամության ջերմ մթնոլորտում։ Տոնը նվիրված է Բուլղարիայի ազատագրմանը Օսմանյան կայսրության լծից, մի օր, որը մարմնավորում է ազատության, պետականության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու ժողովրդի անսասան կամքը։ Հայկական ու բուլղարական եռագույնները կողք կողքի, հայ երեխաներն էլ շարքում բուլղարական տարազներով դիմավորում են բարեկամ ժողովրդի ազգային տոնը մեր երկրում նշողներին։ Հյուրերի առաջին հանդիպումը նրանց հետ է, դաստակներին սպիտակ ու կարմիր թելերով հյուս են կապում, մաղթում առողջություն ու հաջողություն։ Հիմնականում անում են, որպեսզի տներում լինի հաջողություն եւ գցում են կամ կապում են ծառից առաջին իսկ արագիլը տեսնելիս։ Օսմանյան կայսրության լծից բարեկամ բուլղար ժողովուրդն ազատվեց 148 տարի առաջ այսօրը։ Սա ազատության ու պետականության օր է, որ խորհրդանշում է նաև սեփական ապագայի հետ կապված որոշումներն ինքնուրույն ընդունելու բուլղարացիների անսասան ձգտումը, ինչն ըստ մեր երկրում Բուլղարիայի դեսպանի արժեք է, որ այսօր էլ մնում է իրենց ազգային ինքնության եւ արտաքին քաղաքականության հիմքում։ Մեր երկու երկրները կապված են վաղեմի պատմամշակութային եւ հոգեվոր շղթաներով, ինչպես նաև փոխադարձ հարգանքի եւ բարեկամության ավանդույթներով։ Վստահ եմ, որ գոյություն ունի զգալի ներուժ բուլղարահայկական հարաբերությունները խորացնելու համար։ Երևանը եւս կարևորում է Սոֆիայի հետ երկխոսությունը, հարաբերությունների զարգացումը, ասում է Հայաստանի բարձր տեխնոլորտի փոխնախարարը։ Մենք պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր, ընդլայնելու եւ ամրապնդելու մեր օրակարգը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին Բուլղարիան կօգնի Հայաստանին, որպես միության անդամ պատրաստ են կիսվել իրենց փորձով, ինչպես նաև նպաստել Երևանի եվրաինտեգրմանը։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Կոտայքի մարզում գործարար միջավայրը շարունակում է ընդլայնվել։ Առինչ համայնքում բացվել է էքստերիեր շինանյութի եւ շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ սրահի նոր մասնաճյուղը։ Նորաբաց սրահը նպատակ ունի ոչ միայն ապահովել շինարարական շուկայի պահանջարկը, այլ նաեւ ստեղծել առավել հասանելի ու արագ սպասարկման հնարավորություն թե մասնագետների, թե անհատ հաճախորդների համար։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրված է էքստերիեր շինանյութի եւ շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ սրահի հերթական մասնաճյուղը բացված։ Կոտայքի մարզ գյուղ առինչ 1 կոտորակ 1։ Սա ընկերության 11-րդ մասնաճյուղն է, երկրորդ մարզայինը։ Շուրջ 2700 քառակուսի մետր տարածքում էքստերիերի հաճախորդները վերանորոգման եւ ներքին հարդարման համար անհրաժեշտ պարագաներ կգտնեն՝ պաստառ, ներք, սալիկ, դուռ, լամինատե հատակ, ջեռուցման համակարգ։ Շինապրանքները ներկրում են աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիայից Ռուսաստան, Իսպանիայից Լեհաստան, Բելգիա, Գերմանիա եւ այսպես շարունակ։ Աշխատում են միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ, նրանցից շատերին պաշտոնապես ներկայացնում մեր երկրում։ Մանրածախ վաճառքի համար է նախատեսված, բայց ավելի շատ DIY, այսինքն հաճախորդը մոտեցավ, տվյալ պահին ցանկացած քանակի ապրանք մենք տեղում ունենք, բացի առաքումը, որը կատարվելու է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մենք տեղում բոլոր ապրանքները պատրաստ ենք մատակարարենք եւ իրենք իրենց հետ պարտանեն։ Էքստերիերի նոր մասնաճյուղի բացումը ընկերության զարգացման ռազմավարության կարևոր քայլերից է։ Ոչ միայն տարածքն են ընդլայնում, այլ նաեւ հնարավորությունները, հաճախորդներին առաջարկելով մեծ ընտրություն եւ սպասարկման ավելի բարձր մակարդակ։ Եվս մեկ քայլով մոտեցանք այն մարդկանց, ովքեր ուզում են օգտվել էքստերիերից։ Այսինքն մեր աշխատելավոճի մեջ է հարմար լինել բոլորին, հասանելի լինել բոլորին։ Մենք մեր այս մասնաճյուղով Կոտայքի մարզին եւ հարակից մարզերը, որոնք դեպի Երևան են գալիս այս ուղղությամբ, շատ ավելի հասանելի ենք դարձրել էքստերիերը։ Յուրաքանչյուր նոր մասնաճյուղ դառնա ոչ միայն վաճառքի կետ, այլև ոգեշնչման հարթակ էքստերիեր գրուպի նպատակն է։ Ուզում են, որ մարդիկ իրենց խանութ սրահներում գտնեն լավագույն լուծումները իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմենական վնասվածքներ, բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Արմեն Աթալյանը։
Մարտի 1-ից Ռուսաստանում խստացվել է վերահսկողությունը աշխատանքային միգրանտների նկատմամբ։ Միգրանտների վճարած հարկերը, փոխանցումները եւ անգամ անձնական հաղորդագրությունները կարող են դառնալ արտաքսման հիմք։ Վերահսկող մարմիններին միացել է նաեւ հարկային ծառայությունը։ Հարկային հաշվետվությունն այլևս միայն էլեկտրոնային տարբերակով կլինի։ Ըստ այդմ, հարկ չվճարող միգրանտներն ընդգրկվելու են վերահսկվող անձանց ռեեստրում։ Առանձնահատուկ ռիսկի տակ են հայտնվելու հայ աշխատանքային միգրանտները, որոնց պայմանագրերում նշված աշխատավարձերը հաճախ չեն համապատասխանում իրական ստացած գումարին։ Եթե նրանք փորձեն իրենց իրական եկամուտը փոխանցել Հայաստան, տվյալները ավտոմատ հասանելի են դառնալու միգրացիոն ծառայություններին, եւ անձը պարտավոր է լինելու նշել գումարի ծագման աղբյուրը։ Հակառակ դեպքում կարող է ներառվել վերահսկվողների ցանկում եւ ենթարկվել արտաքսման։ Բացի այդ, մարտի 1-ից Ռուսաստանում դաշնային անվտանգության ծառայությունը կարող է պահանջել սահմանափակել միգրանտների հեռախոսակապը, եթե նրանց զանգերը կամ հաղորդագրությունները գնահատվեն որպես անվտանգային ռիսկ։ Զինվորի կողքին հասարակական կազմակերպության փոխնախագահը եւ զորամասերից մեկի ծառայողը պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին մոլորեցնելով հափշտակել են խոշոր չափի գումար։ Նրանք պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց համոզել են, որ հիմնադրամներից մեկի միջոցով կարող են ստանալ 39-ից 42 միլիոն դրամ օգնություն եւ պահանջել են 10% կանխավճար։ Այդ եղանակով 44-օրյա պատերազմում ձեռքը կոտրած զինվորից նրանք ստացել են 3 միլիոն 800 հազար դրամ, որը հափշտակել են խալդախությամբ։ Նույն սխեմայով փորձ է արվել գումար ստանալ նաև այլ վիրավոր զինվորներից, սակայն նրանք հրաժարվել են վճարել։ Կասկածյալներից մեկը կալանավորվել է, մյուսը տնային կալանքի տակ է։ 10,000 քաղաքացի դեռ չի անցել թոշակն անկախիկ ստանալու համակարգին։ Այնինչ անկախիկի անցնելու վերջնաժամկետը լրացել է հենց այսօր։ Ըստ այդմ, կառավարությունը որոշել է վաղվանից ինքնաշխատ եղանակով մոտ 10,000 քաղաքացիների բաշխել 4 բանկերի միջև, նաև աշխարհագրական հասանելիությունը հաշվի առնելով եւ սկսել քարտերի առաքումների գործընթացը։ Որևէ քաղաքացի զրկված չի լինելու իր կենսաթոշակը ստանալու իրավունքից։ Եկեղեցին չի կարողանա օտարել իր հաշվեկշռում ամրագրված հուշարձանները, թեպետ փորձագետները նկատում են, որ մինչև հիմա նման նախադեպ չի ֆիքսվել։ Ազգային ժողովը 66 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին օրենքի փոփոխությունները։ Սահմանվում է, որ պետական ցանկում ընդգրկված պատմամշակութային կառույցները կարող են օտարվել երրորդ անձի միայն Հայաստանի կառավարության համաձայնությամբ, վճարովի կամ անհատույց հիմքով։ Կառավարությունն իրավունք ունի մերժել, եթե գտնում է, որ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային։ Օրենքը փաստացի վերաբերում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, քանի որ պատմամշակութային հուշարձանների հիմնական սեփականատերը հենց նա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 4 աստիճան ցուրտ։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 6-ից 9 աստիճան տաքություն, Լոռիում 2-ից 5, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 10 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 12, Սյունիքի նախալեռներում 3-ից 6 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 7-ից 9, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Մեր թողարկումից հետո ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը առողջապահության նախարար, քաղաքացիական պայմանագրի անդամ Անահիտ Ավանեսյանն է։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։